Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ի տաղավարում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է, բարև ձեզ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Ստեփանյան, Իրանի դեմ պատերազմ է մղվում արդեն մի քանի օր է, ես կուզեի անդրադառնանք Հայաստանի անելիքներին, այլ մենընդդիմությունը շատ է քննադատում իշխանություններին, թե իշխանությունները պարապ են, ոչինչ չեն անում, հարևան երկրի դեմ պատերազմ է մղվում, մինչդեռ մենք երեկվանից ակտիվ հեռախոսազրույցներ ենք տեսնում արտգործնախարարի մասնակցությամբ անվտանգության խորհրդի նիստ նաև հրավիրվեց, ուրիշ ինչ պետք է անի Հայաստանը ձեր դիտարկմամբ։ Ես կարծում եմ, որ Հայաստանը այն ինչ որ պետք էր անել, արդեն արել է։ Չեմ ասում հիմա չպետք է անի, հիմա էլ պետք է անի։ Այդ անդիմախոսները, երբ որ մեղադրում են Փաշինյանին եւ ազգային ժողովի նախագահին պերաշկի եւ կուկուռուզ ուտելու մեջ, իրենք պետք է հասկանան մեկ բան. այսօր մեր երկրի սահմաններում եւ երկրի ներսում ձևավորվել է մի իրավիճակ, երբ որ իրենք կարող են իրենց թույլ տալ պերաշկի եւ կուկուռուզ ուտել, երբ որ Իրանի տարածքում գնում է պատերազմ։ Ինչու՞։ Այս հարցը ոչ մեկ չի բարձրացնում։ Եթե մենք օգոստոսի 8-ի գործընթացը չունենայինք, եթե մենք Ադրբեջանի հետ խաղաղության գործընթաց չունենայինք այս պահին, որևէ մեկը կարող է ասել, ով կարող էր Ադրբեջանին կանգնեցնել այս խաղաղ իրավիճակում, եթե Ադրբեջանը որոշել հարձակվել Հայաստանի վրա։ Մեզ մոտ միշտ նշվում էր, չէ՞, եւ դա ճիշտ էր, որ այդ թվում նաեւ նույն 22-ին եւ 23-ին Իրանի գործոնը դեր խաղաց, որ Ադրբեջանին հարձակումից հետ պահեցին։ Հիմա այս պահին Իրանի գործոնը առնվազն հարցականի տակ է, եւ ոչ մեկ չգիտի մի քանի օրից հետո ընդհանրապես այդ Իրանի գործոնը կլինի թե ոչ։ Հիմա եթե մենք չգնանք օգոստոսի 8-ի ճանապարհով, եթե մենք Ամերիկային այստեղ չբերեինք, ինչ որ մեկը կարող է ասել, մենք այսօր կարող ենք ընդհանրապես առանց այս պատերազմի մեջ ներքաշվելու շարունակեին գոյատևել։ Հիմա այդ անդիմախոսները, երբ որ այդ ամենը ասում են եւ խոսում են, թող մի հատ հետ նայեն, հիշեն որտեղ ենք մենք գտնվել եւ որտեղ ենք գտնվում այսօր։ Որևէ մեկը չի ասում, որ այսօր ռիսկեր եւ վտանգներ չկա։ Իհարկե կան, բայց այդ թվում նաեւ այդ ռիսկերը որոշակի զգալի չափով չեզոքացվել են այն պարզ պատճառով, որ այստեղ այս պահին կա ամերիկյան ներկայություն։ Որովհետև Իրանը, ես նորից եմ ասում, Իրանի գործոնը չափազանց խնդրահարույց է այս պահին, ոչ մեկ չգիտի վաղ ինչ ալնելու Իրանի հետ։ Հետևաբար, եթե մենք այն ժամանակ մեր հույսը շարունակեինք դնել Իրանի վրա, այնպես որ ժամանակին դրել ենք Ռուսաստանի վրա, հիմա կարող է Սյունիքում պատերազմ լիներ։ Դրա համար այդ խոսացողները թող մի հատ հետ նայեն, իրենց անցյալը հիշեն մեր ընդհանուր անցյալը, թե որտեղ ենք մենք եղել եւ որտեղ ենք գտնվում այսօր։ Ես նորից եմ ասում, ռիսկեր կան եւ աշխատանք անհրաժեշտ է, բայց մենք չափազանց կարեւոր մի ռիսկ եւ վտանգ արդեն շրջանցել ենք։ Եվ ընդհանրապես երբ նշում եք աշխատանք անհրաժեշտ է, ձեր դիտարկմամբ այդ բոլոր աշխատանքները այդպես պետք է հրապարակային լինեն, որ բավարարեն ընդդիմադիրներին։ Իհարկե ոչ։ Գիտեք, ընդդիմադիրները երբեք չեն բավարարվելու, հա։ Դասական իմաստով։ Իրենք միշտ քննադատել են դա ընդդիմադիրների աշխատանքն է, ես կարծում եմ, որ գործողությունները, որոնք արվում են, միջոցառումները, որոնք պլանավորվում են, իհարկե պետք է փակ լինեն, եւ ես կարծում եմ, որ այդ ամենը իրականում տեղի է ունենում։ Նույն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների թրիփի շուրջ խաղաղության գործընթացը ինչքանով են վտանգված ձեր կարծիքով, արդյոք վտանգված են թե ոչ այս իրադարձություններով։ Ամեն ինչ կարող է լինել, ամեն ինչ կարող է լինել, այս պահին ոչ մի բան չի կարելի բացառել, բայց մենք ունենք փաստ։ Իրանի բոլոր հարևաններից այս պահին չեն թիրախավորվել երկու պետություն, մեկը Հայաստանն է, երկրորդը Թուրքմենստանը։ Բոլոր մնացած պետությունները, Ադրբեջանը եւ Թուրքիան ներառյալ թիրախավորվել են։ Սա խոսում է այն մասին, որ մեր բռնած քաղաքականությունը, մեր բռնած ուղին առնվազն ճիշտ է եւ հաշվարկված։ Այս պահին ոչ մեկ չգիտի վաղը ինչ կարող է լինել, հա? Բայց միջև այս պահը արդեն մեկ շաբաթից ավել Իրանում պատերազմ է գնում, մեզ չեն թիրախավորել եւ սա արդեն արդյունք է։ Սա ինչի արդյունք է։ Սա արդյունք է ճիշտ եւ հաշվարկված քաղաքականության, այն բոլոր այցերի, որոնք մեր ղեկավարությունը ունեցել են Իրան, այն բոլոր այցերի, որոնք Իրանի ղեկավարությունն է ունեցել Հայաստան, բոլոր բանակցություններից, թե այդ Ղոլամին մի հատ հայտարարություն անում, հա, իրենց այդ դեսպանը, մի հատ հիստերիայի մեջ են, բա դեսպանը ասեց, դեսպանը շատ բան ասեց։ Շատ բան չի ասվում։ Այնպես որ
Այս պահին մենք ունենք մեկ փաստ, մենք ունենք արդյունք, մեր քաղաքականությունը եղել է ճիշտ, հետևաբար ես կարծում եմ, որ այդ քաղաքականությունը պետք է շարունակել։ Իսկ Ադրբեջանի թիրախավորումը ինչով է պայմանավորում, իհարկե առաջին կարծես հերքել է, որ Իրանը մասնակցություն ունի դրան, բայց երբ ադրբեջանական մամուլը նայում ես, իրենք հատկապես նշում են, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տվել իր տարածքները օգտագործեն Իրանի դեմ, Իսրայելին նկատի ունենալով, բայց ահա իրենք թիրախ են դարձրել Ադրբեջանը, ինչն է խնդիրը ձեր դիտարկմամբ։ Նու այն, որ Ադրբեջանի տարածքը բազմիցս օգտագործվել է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից Իրանի դեմ տարբեր սադրանքների եւ ահաբեկչական գործողությունների համար, դա կարծում եմ փաստ է։ Իհարկե դրա ապացույցները չկան, բայց եթե մենք հիշենք Իրանում այն հարձակումը, որը տեղի ունեցավ դեսպանության վրա, սպանվեց աշխատակից, եւ նաեւ այլ հայտարարություններ եղան, այլ գործողություններ, ես կարծում եմ, որ Նախիջևանում այդ ընկած անօթաչու թռչող սարքերը այդ տրամաբանության շարունակությունն են, հա։ Իրանում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի այսպես ասած մտքին կա եւ այսպիսի գործողություններով զգուշացնում են, որ լինելու է շատ ցավալի հարված, եթե Ադրբեջանը փորձի այս կամ այն կերպ մասնակցել այս պատերազմական գործողությունների Իրանի դեմ։ Քանի որ Հայաստան ընտրություններ են սպասվում, մտահոգիր է ձեր դիտարկմամբ այս իրադարձությունները ընդհանրապես ինչ անդրադարձ կարող են ունենալ, եթե Հայաստանի իշխանություններին հաջողվի միջև վերջ ընդհանրապես չխառնվել, ընդհանրապես որևէ վտանգ չներկայացնի, այսինքն Հայաստանի համար։ Եթե Իրանում պատերազմը ավարտվի Հայաստանի համար անհետևանք, սա կլինի հերթական ձեռքբերում իշխանության կողմից, սա կլինի իշխանության ճիշտ քաղաքականության հերթական հաստատումը արտաքին քաղաքականության եւ ես կարծում եմ, որ ընտրողը պետք է սա հաշվի առնի, եթե այդ ամենը լինի, ես նորից եմ ասում, մենք չգիտենք վաղը ինչա լինելու, որովհետեւ ոչ մեկ չգիտի, թե Իրանի շուրջ պատերազմը ինչ դրսևորումներ կարող է ստանալ եւ ընդհանրապես երբ կարող է ավարտվել եւ ինչպես կարող է ավարտվել, այս պահին ոչ մի բան հասկանալի չի։ Եթե դուք ընտրությունների հետ եք կապում, եթե այս իրավիճակը շարունակվի եւ Հայաստանը, ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի, այս թնջուկի մեջ չի հայտնվելու, հա, մերձավոր արևելյան թնջուկի մեջ, ես կարծում եմ, սա միայն եւ միայն դրական կանրադառնա, պետք է որ անդրադառնա իշխանության դիրքերին։ Հայաստանի դեմ հիբրիդային գրողները շարունակվում են, ամբողջ Երևանով մեկ թերթեր են բաժանվում, կարծես թե տպավորություն է ստեղծում թե ամերիկյան, բայց իրականում ռուսական, երբ ընթերցում ես, օրինակ ներկայացվում է, թե Հայաստանը իր սուվերենությունը կորցնում է Վենսի այցով պայմանավորված, ամբողջությամբ կախված է մնում Վաշինգտոնից, երբ անդադ օրինակ Ռուսաստանից հերքում են, թե հիբրիդային հարձակումների հեղինակը իրենք են, մի բան էլ ասում են Հայաստանի հրավերի դեպքում մենք էլ ենք պատրաստ հիբրիդային արագարձագանքման խումբ ուղարկել, ինչպես որ Եվրամիությունն է առաջարկել, ինչ պատկեր է ստեղծվում։ Որևէ նոր պատկեր չի ստեղծվում, այն պատկերը, որը վաղուց ստեղծվել է, հաստատվում է։ Այս Wyoming Star-ը, այդ Ամերիկայում ապրող հայ պրոֆեսորները, որոնք աշխատում են Հայաստանի դեմ, որոնք տարածում են ապատեղեկատվություն, որ ակնհայտ ապատեղեկատվություն է, որոնք շարունակում են ալարմիզմ գեներացնել Հայաստանի ներսում, եւ որոնք շարունակում են, ես չգիտեմ ինչու է, ինչպես է այդպես ստացվում, որ Ամերիկայում աշխատող պրոֆեսորները պրոռուսական դիրքորոշում են։ Սա հերթաշատ կարևոր հարց է, կարծում եմ իրենց ճիշտ կլինի տակ։ Ինչպես է ստացվում, որ մեր թուրքագետները ռուսամետներ են, հա, դա էլ է հետաքրքիր հարց։ Եվ թուրքաֆոբ։ Եվ թուրքաֆոբ։ Դու թուրքաֆոբը ինչ որտեղ կարող ենք հասկանալ, ինչի են թուրքաֆոբը, ինչ որտեղ բացատրություն կա։ Հա, բայց ինչի են ռուսամետը, դա չենք կարող հասկանալ։ Այսինքն այս բոլորը հարցեր են, որոնք տեղավորվում են այդ հիբրիդային պատերազմի շրջանակներում, կապված նրա հետ, որ դրանք այդ հիբրիդային պատերազմի մասնակիցներ են, որոնք աշխատում են սեփական պետության դեմ։ Ինչու են Wyoming Star-երը, որոնք տպվում են Ռուսաստանում, պնդում, որ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը Վենսի այցով, որովհետև նրանք ուզում են, որ Հայաստանը վերադառնա այն իրենց համար երանելի ժամանակներին, երբ որ Հայաստանը չուներ ինքնիշխանություն, որ մի հատ կորցներ։ Այս ինքնիշխանությունը, որը մենք այսօր ունենք, ինքը լիարժեք չի, այսինքն լիարժեք չի։ Բայց եթե մենք համեմատենք այն ինքնիշխանության հետ, որը մենք ունեցել ենք մինչև 2022 թվականը, սա մեծ ձեռքբերում է, որովհետև այն անգամներով աճել է։ Մենք մինչև այդ ժամանակ, մինչև 22-ը մեր պաշտպանության նախարարը ինչ էին կարող նշանակել, Մոսկվայից էր նշանակվում։
մեր ամենաբարձր չինովնիկներին, պետական հայրերին չէին կարող նշանակել, հա, դե ինչ ինքնիշխանության մասին է գնում խոսքը։ Հիմա այս պարոնները ուզում են, որ այդ երանելի իրենց համար ժամանակները վերադառնան, իրենց փողերը տպեն, իրենց թալանը զբաղվեն, թքածել ինքնիշխանության վրա եւ հերթական անգամ սևը ներկայացվում է սպիտակը սև, այս պահին, երբ որ մենք գնում ենք դեպի ինքնիշխանության, ռեալ ինքնիշխանության ձեռքբերում, իրենք ասում են, որ դա ինքնիշխանության կորուստ է։ Վենսի այցը միանշանակ Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդել է։ Դա այդ քայլերից մեկն է, որով Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդվում է։ Ինչու՞, որովհետև օրինակ ես կարծում եմ, որ Firebird-ի կողմից 4 միլիարդ ներդրում արհեստական բանականության ոլորտում դա շատ կարևոր ձեռքբերում է, որը անգամներով ավելացնելու է Հայաստանի ինքնիշխանությունը։ Այդ 11 միլիոն դոլարի գործարքը, որ բաները բերեցին, հա, դրոնները բերեցին, ստե դրոնը չի կարևոր, տեխնոլոգիան է կարևոր։ Մենք տեխնոլոգիա ենք գնել Ամերիկայից։ Ամերիկյան տեխնոլոգիան տվել են մեզ։ Հիմա Հայաստանում արտադրվելու են այդ դրոնները ժամանակի ընթացքում։ Ես դա գիտեմ։ Հիմա սա ձեռքբերում է թե ոչ։ Մենք կարող ենք երազել միջև 22-ը, որ ամերիկացիները մեզ տեխնոլոգիա կտան։ Կտան, սա նվեր է, սա վաճառք չի։ Սա 11 միլիոնի մեջ չի մտնում, հասկանալի է, չէ՞։ Այսինքն այդպիսի քայլերը շատ են։ Եվ ես կարծում եմ, որ Վենսիայից միայն եւ միայն այդ ինքնիշխանությունը ամրապնդել է։ Իսկ այս ամենը, ինչ որ էս Վայոմինգ թաղերը ռուսական ռազլիվի, հա, տարածում են, դա ակնհայտ սուտ է եւ կեղծ։ Իսկ ինչքան ուժգին կլինեն, այսպես ասած, արշավները Հայաստանի իշխանությունների դեմ, որովհետև սա իրական իշխանությունների դեմ է հենց արվում, նախընտրական շրջանում ակնհայտ է, ու հետաքրքիր է իշխանություն փոխելու մոլուցքը ինչքան ուժեղ կլինի Կրեմլում ձեր դիտարկմամբ։ Այնքան ուժեղ, որքան Կրեմլում կցանկանան Հայաստանին զրկել ինքնիշխանությունից։ Այս պահին ինչու է Հայաստանի իշխանության դեմ այս ամենը տեղի ունենում, որովհետև իշխանությունը, գործող իշխանությունը ասոցացվում է ինքնիշխանության հետ։ Բոլոր մնացած ուժերը չեն ասոցացվում ինքնիշխանության։ Սա ակնհայտ է։ Եվ մեր ընտրողը պետք է սա շատ լավ գիտակցի։ Այս մարդիկ, որոնք հիմա այստեղ պատկերված են, քանիսն են այս մարդկանցից, հա, մեր ինքնիշխանության ջատակովը, քանիսն են։ Ընտրողը պետք է այս հարցը տա ինքն իրեն։ Ընտրողը պետք է ինքներեն հարց տա, ինչու է Ռուսաստանը հարձակվում գործող իշխանության վրա։ Ինչի համար է հարձակվում։ Սա շատ կարևոր հարց է։ Մեր այդքան լավն է ցանկանում, հա, Հայաստանին։ Մենք գիտենք իրենք ինչ օրի են մեզ հասցրել, մինչև 22-ը եւ 23-ը։ Դե հիմա այդ հարցը թող մեր ընտրողը տա ինքն իրեն, պատասխանը ստանա եւ արդեն հասկանա ինչ է մեզ սպասում եւ ինչու է Ռուսաստանը հիբրիդային հարձակում գործում Հայաստանի վրա, եւ ինչու են այս բոլոր պարոնները այդ հարձակումը, բոլոր կամ ոչ բոլոր, չգիտեմ հիմա բոլորին չեմ տեսնում, այդ հարձակումը սպասարկում։ Սա շատ կարևոր հարց է։ Պարոն Ստեփանյան, նկատել եք, որ վերջին շրջանում օրինակ երբ արգումենտներ չեն մնացել TRIP-ի խաղաղության պայմանագրի հետ կապված, քանի որ դրանք հրապարակվել են, նաև դրույթները եւ այլն, մի ուրիշ բան է դաշտ նետում, թե մեզ երաշխավորներ են պետք այս պայմանավորվածությունների համար, ընդհանուր Ռուսաստանն ու Չինաստանը գան այստեղ երաշխավորեն։ Անընդհատ այս թեզը տարբեր մարդկանց կողմից հնչում է, կուզեի ձեր գնահատականը լսել, ինչու։ Ես համարում եմ, որ ցանկացած երաշխավորության քաղաքական, ռազմաքաղաքական երաշխավորության մասին խոսակցությունները անհեթեթ են այսօր։ Ինչու՞։ Որովհետև այսօրվա միջազգային հարաբերություններում այս մարդիկ են, չէ՞, ասում, ովքեր որ անընդհատ խոսում են այդ երաշխավորներին, չէ՞, ասում աշխարհակարգը փլուզվում է, աշխարհակարգը փոփոխվում է։ Այդ նոր աշխարհակարգում երաշխավորի ինստիտուտ չկա, գոյություն չունի։ Չկա քաղաքական երաշխավոր, որը կստորագրի քեզ այդ փաստաթուղթ, որտեղ կնշի ես Հայաստանի Հանրապետության սահմանների անկախտելիության համար պատասխանատվություն, այդպիսի բան չկա։ Գոյություն չունի եւ չի ունենալու մոտակա տարիներին։ Բայց դա չի նշանակում, որ երաշխավոր չկա։ Երաշխավորը այսօր անմիջական չի։ Հա, անմիջական չկա, բայց եթե մենք հաշվի առնենք, որ այսօր մենք ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ, այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները TRIP պրոյեկտի մասնաբաժին ունեն, հա, այսինքն նրանք մասնակցում են, ունեն տնտեսական շահ այս ամենում եւ Հայաստանի տարածքը ծառայում է այդ թվում է իրենց շահերի համար, սա ավտոմատ կերպով նշանակում է, որ իրենց երաշխավորությունը այստեղ կա։ Այդ երաշխավորության համար պետք չէ ռազմաբազա։ Իդեպ շատ կարևոր մի հանգամանք, այս Պարսկաստանում Իրանում կատարվողը հերթական անգամ
գալիս է ապացուցելու իմ այն պնդումը, ես դա բազմիցս եմ պնդել, որ Հայաստանին պետք չէ, որ իր տարածքում լինեն ռազմաբազաներ։ Ոչ ռուսական, ոչ ամերիկյան, ոչ իրանական, ոչ հնդկական, ոչ ֆրանսիական, մեզ պետք չի արտաքին ռազմական ներկայություն։ Սա վաղը կարող է լուրջ խնդիրների բերել մեր գլխին։ Մեզ պետք է տնտեսական ներկայություն, բացառապես տնտեսական ներկայություն, ամերիկյան, ֆրանսիական, հնդկական, չինական, ռուսական, բայց ոչ ռազմական։ Իրանում կատարվողը, երբ որ Իրանը բոլոր ծոցի երկրներին այսօր հարվածում է, նույնիսկ Թուրքիայի վրա է գնացել, ասենք, մի հատ հրթիռ, խոսում է այն մասին, որ դա չափազանց վտանգավոր է մեզ համար։ Հետևաբար այսպիսի երաշխավոր չկա, չի եղել եւ չի կարող լինել։ Մենք կարող է լինել միայն թղթի վրա։ Մենք տարիներով մեզ խափում էինք, չէ՞, ասում մենք երաշխավոր ենք։ Ռուսաստանը մեր երաշխավոր, մենք մեզ խափում էինք։ Հիմա պետք չէ մենք մեզ խափել, դա չկա, գոյություն չունի։ Բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի այս պահին մեր անվտանգության երաշխավորն է։ Եվ եթե այդ երաշխավորությունը փաստացի այս պահին չլիներ, ես չգիտեմ Ադրբեջանը ինչ էր անելու այս պայմաններում։ Գալով նորից մեջ ներքաղաքական զարգացումներին, այս կոլաժը պատրաստել ենք, քանի որ մինչ այս պահը իրենք են կարծես հայտարարել մասնակցության հնարավոր ձևաչափերի մասին, ակնհայտ նաև պրոռուսական ուղղվածության ուժեր են, ուզեի ձեր դիտարկումները լսել, ինչ հնարավորություններ ունեն ձեր կարծիքով։ Միակ իրենց հնարավորությունները Գյումրի 2-ն է։ Այս շանս իրենք չունեն։ Եթե իրենք կարողանում են հաղթահարել 4% շեմա, հայտնվել խորհրդարանում եւ միասին հավաքել այնքան ձայն, որ ԿՊ-ն այդքան ձայն չի հավաքելու, իրենք շանս ունեն։ Եթե դա չեն կարողանալ, ուրեմն իրենք շանս չունեն, զրո է իրենց շանսը։ Միջազգային հանրապետական ինստիտուտն է հրապարակել հարցման տվյալներ, համեմատած օրինակ հունիսին հրապարակված տվյալների քաղաքացիական պայմանագրի տոկոսն էլ է ավելացել 24% է, այն ժամանակ 17% էր օրինակ, երկրորդ տեղում Սամվել Կարապետյանն է, հետո նոր Ռոբերտ Քոչարյանը, Ծառուկյանը։ Ինչ կարծիք ունեք ընդհանրապես այսօր ընդդիմությունը կարծես շարքում են հարցը, որ բացարձակ մեծամասնություն իշխող ուժը չունի, բայց իրենց պարագայում էլ կարծես չի ստացվում այդ նույն Գյումրի 2 սցենարը։ Ну, ես չգիտեմ այրի այս տվյալները որքանով են ճշգրիտ, հա, սա շատ հետաքրքիր հարց է։ Ահա։ Ես կարծում եմ, որ մի փոքր շեղում կարող է լինել այստեղ, ավելի մեծ տոկոսների օգուտ, բայց դա չի նշանակում, որ իրոք ԿՊ-ն կարող է ունենալ մեծամասնություն, հա։ Այդ մեծամասնությունը 50+1 դժվար թե ԿՊ-ն ունենա, ես այդպես եմ տեսնում, դա, բայց այն որ ԿՊ-ն գլխավորելու է այդ ընտրությունների ուժը, ամենաշատը իրենք են հավաքելու, դա կարծում եմ ճիշտ է։ Հասկանալի է, որ ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանը երկրորդ տեղում է լինելու, համամիտ եմ այս մտքի հետ։ Երևի թե Քոչարյանն էլ քոչարյանական ուժերը երրորդ տեղը կզբաղեցնեն, շատ չեմ կարող ասել տոկոսը որքանով է ճիշտ, բայց շատ նման է իրականությանը։ Մնացած կուսակցությունների մասով երևի թե եւս կհամաձայնվեմ, որովհետեւ ես էլ ունեմ մոտավորապես այսպիսի մի պատկեր։ Ինձ մոտ էլ այդպեսի պատկեր։ Քոչարյանը կզիջի ձեր կարծիքով, օրինակ, եթե ընդհանրենք այդպիսի հնարավորություն լինի միավորվելու, որ ինքը չլինի վարչապետ, հետո սահմանադրություն փոխեն, Սամվել Կարապետյանին դարձնեն։ Եթե Մոսկվայից հրաման լինի, միանշանակ։ Քոչարյանը չի որոշողը։ Որոշողները Մոսկվայում են։ Պարոն Ստեփանյան, այս պատկերով ստացվում է, որ ունենք իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցություն եւ նորից նույն որակի ու նույն արտաքին քաղաքական ուղղվածության ընդդիմություն ապագա խորհրդանում։ Օրինակ, ինչպես է այսպես ստացվում ու սա օրինաչափ համարում եք մեր հասարակության համար։ Շատ անմխիթար պատկեր է իրականում, եթե նորից ԿՊ-ն հայտնվի մեծամասնության դերում, իսկ այդ ուժերը ձեր կողմից նշված ընդդիմության Ինչի է անմխիթար, որովհետև դա նշանակում է, որ մեր հերթական խորհրդարանը վերածվելու է խեղկատակների հավաքույթի, ինչի եմ ես դա ասում, որովհետև հերթական անգամ խորհրդարանի ամբիոնը չի ծառայելու իր ուղիղ նպատակներին, խորհրդարանում չի գեներացվելու քաղաքական միտք, չի լինելու քաղաքական երկխոսություն, եւ ընդհանրապես, ասենք, մարդիկ իրար վիրավորելու են, շշեր են նետելու իրար վրա, պոպուլիստական հայտարարություններ են անելու Իսկ իրենց ուղիղ գործառույթը կոնկրետ տվյալ դեպքում օրենքներ, հա, օրենքներ ստեղծել է, օրենսդրական գործունեությունը մղվել է երկրորդ, երրորդ եւ չորրորդ պլան։ Սա շատ վատ է։
Որտեղ ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է վերահսկի իշխանությանը, ընդդիմությունը պետք է անընդհատ փորձի ընդդիմությունը պետք է անընդհատ երկխոսության մեջ լինի իշխանության հետ։ Անընդհատ, սա է ընդդիմության ամենակարևոր գործառույթը, որը այս գործող պարոնենք, որոնք այսօր խորհրդարանում չեն անում։ Իրենք գալիս ինչ որ հայտարարություններ են անում, ինչ որ փորձում են վիրավորել, ԿՊՆ-ն պատասխանում է եւ վերջ։ Ինձ այսպեսի խորհրդարան պետք չի։ Ես այսպեսի խորհրդարան չեմ ցանկանում տեսնել, բայց ցավոք ստացվում է, որ այս անգամ էլ մեր ընտրողները գնալ են ու նույն բանն են անելու։ Ինչ ասեմ, ես չէի ցանկանա, որ այսպեսի պատկեր լինի, բայց բավականին մեծ է նաև չկողմնորոշվածների թիվը, որ հրաժարվել են պատասխանել, դեռ չեն որոշել, սա ինչ ընտրազանգված է ձեր կարծիքով։ Մարդիկ են, ովքեր չեն քվեարկելու ոչ գործող իշխանությանը, ոչ էլ պարորուսական ընդդիմությանը, ակնհայտ է։ Ինչու չեն քվեարկելու, որովհետև ոչ մեկին չեն հավատում, չեն վստահում, բոլորից հոգնել են, բոլորից զզվել են եւ ընդհանուր առմամբ փորձում են իրենց քաղաքական գործընթացներից հեռու պահել։ Դա ճիշտ է, թե ոչ, դա առանցին հարց է։ Ես կարծում եմ, դա սխալ կողմնորոշում է։ Մենք իրավունք չունենք այն արհավիրքից հետո, որոնք եկել են մեր գլխին, չունենանք ցանկություն վերցնել մեզ վրա քաղաքական պատասխանատվություն եւ չմասնակցել ընտրություններում։ Մենք այդ իրավունքը չունենք, բարոյական իրավունքը չունենք, որովհետեւ վաղը այս կամ այն սցենարի իրականացման դեպքում, երբ որ այս պարոնները մեր գլխին բերեն հերթական արհավիրքը, այդ չընտրողները ինչ պետք է ասեն։ Պետք է ասեն մենք չենք իրանց չէ ընտրել։ 18-ին 90 քանի տոկոսը ԿՊ-ին է ընտրել, հիմա որ մեկին հարցնում են, ասում են մենք Նիկոլին չենք ընտրել։ Ո՞վ է ընտրել։ Բոլորը փորձում են այդ պատասխանատվությունից հեռանալ, ասինքն, հա նույնս էս մնացածի հետ, ասում մենք իրենց չենք ընտրել, դուք եք չէ ընտրել։ Դա միջև այդ ավելի վատ իրավիճակ էր, միջև 18-ը, երբ գումարով էին ընտրում։ Հիմա գոնե գումարով չեն ընտրում։ Այնպեսով որ ես կարծում եմ, որ այդ մարդկանց դիրքորոշումը ճիշտ չի։ Ես կարծում եմ, որ բոլորը պետք է մասնակցեն ընտրություններին, եւ բոլորը պետք է իրենց ձայնի իրավունքը իրականացնեն, որովհետեւ եկել է ժամանակը, որ մենք վերջապես այս երկրի համար, մեր երեխաների համար պատասխանատվությունը վերցնենք մեզ վրա, այլ ոչ թե գցենք ուրիշների։ Նույն ARI հարցումներով, որը փետրվարին է անցկացվել, 51%-ը կողմ է Հայաստանի եվրոպական ապագային Եվրամիության անդամակցությանը, հունիսին 49%, 2%-ով օրինակ աճել է, 51%-ը բավականին մեծ թիվ է հետխորհրդային երկրի համար, նաև որը տարիներ շարունակ ախվածություն է ունեցել Ռուսաստանից, մեզ այդ են սովորեցրել, որ չգիտեմ, ռուսաց լեզուն է լավ, ռուսական հաղորդումներն են լավ, Ռուսաստանն է մեր անվտանգության երաշխավորը, այս պատկերը ոնց է գնահատում։ Նախ մի կարևոր հանգամանք է, ովքեր մեզ սովորեցրել են, որ Ռուսաստանի ամեն ինչը լավ է, իրենք հանգստացել են եւ շարունակում են հանգստանալ Եվրոպայում։ Սովորել ապրել, այո։ Իրենց երեխաները սովորում են Եվրոպայում։ Իրենք վարում են ամերիկյան եւ եվրոպական մեքենաներ։ Իրենք բուժվում են Եվրոպայում եւ Ամերիկայում։ Այսինքն, սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ մեզ խաբում են։ Ես շատ միշտ զարմանում եմ, երբ որ տեսնում եմ մարդ, որը ամբողջ օրը Ռուսաստանի համար, ասենք, ռոպագանդա է վարում Հայաստանում, գտնում ես գնացել է Գերմանիայում հանգստանում է կամ Իտալիայում։ Դու հարց առաջանում, եղբայր, դու Ռուսաստանն ռոպագանդիստ ես, չէ՞ Հայաստանում, լրագրողներ կան շատ, հա։ Ինչ ես գնում այնտեղ հանգստանում։ Դու գնա Ռուսաստանում հանգստացի, չգիտեմ, Յալթայում հանգստացի, Սոչիում, հրին գնա։ Մարդիկ մեզ խաբում են, էլի, սա փարիսեություն է, դա մեկ։ Երկրորդը, այս պատկերը հասկանալի է։ Ես շատ ավելի մեծ թվեր կցանկանայի տեսնել, քան 51%-ը, եւ դա տրամաբանական կլիներ, նրանից հետո թե Ռուսաստանը մեր գլխին ինչ է բերել եւ այն բոլոր պարոնները, որոնք Ռուսաստանի շահերը սպասարկում են մեր երկրում, եւ ես զարմանում եմ, որ այս թվերը չեն արտացոլում այն մի պատկերը։ Ես դա այո, հաջորդ հարցը դա էր, ինչպես է ստացվում։ Հա, շատ հետաքրքիր է դա, որովհետեւ կան Հայաստանում ակնհայտ քաղաքական ուժեր, որոնք պրո-արևմտյան օրակարգ են։ Բայց 1% էր օրինակ իրենց։ Այո, նու ես չգիտեմ ինչքանով է դա ճիշտ, այդ տվյալները տվյալ դեպքում, բայց այն ամենայնիվ սա պարադոքս է, որովհետեւ ես մի բան գիտեմ եւ մի բանում եմ վստահ, եթե արևմտյան այն ուժերը, որոնք ժամանակին նախաձեռնել են ստորագրահավաք, այդ 60,000 ձայն հայտնվեն խորհրդարանում, նրանք հաստատ այս օրակարգը առաջ են տանել։ Բնականաբար։ Հիմա եթե 51%-ը ցանկանում է, որ մենք գնանք Եվրոպա, դառնանք Եվրամիության անդամ, մենք պետք է այդ մարդկանց ձայն տան, որ այդ մարդիկ հայտնվեն խորհրդարանում, այն մարդկանց փոխարեն, որոնք հիմա են խորհրդարանում, եւ խորհրդարանը դառնա քաղաքական բանավեճի, հա, քաղաքական օրակարգերի ամբիոն։
Եվ այս մարդիկ իշխանության դեմը դնեն այդ օրենքը, ասեն Ժորժ ջան, ընդունել ենք, չի լավ ենք արել։ Հիմա մեր ընտրողները, որոնք մեծ ձայն են տվել, պահանջում են, որ մենք գնանք Եվրամիություն։ Ինչ ենք անում։ Հիմա եթե մեր ժողովուրդը այդ մարդկանց չի ընտրում, դա նշանակում է, որ սա այս թիվը եւ այն թիվը են 1%-ները, որոնք նշված են, սա պարադոքս է, ինձ համար սա անհասկանալի է։ Ես բացատրությունը չունեմ։ Օրինակ, երբ իշխող ուժին ձայն են տալիս, այստեղ առաջին երկու տեղը եկեք քննարկենք, երբ Նիկոլ Փաշինյանին են ձայն տալիս, կա այդ գիտակցումը, որ նաև են արտաքին քաղաքական օրակարգին են տալիս, եւ երբ օրինակ Սամվել Կարապետյանին են ձայն տալի, ակնհայտ այդ ռուսական օրակարգն է սպասարկվելու, թե այլ գործոններ կան, օրինակ Սամվել Կարապետյանը, չգիտեմ, կա գիտակցումը, որ այդ մարդը օրինակ այստեղ ռուսական շահերն է առաջ տանելու, թե պարզապես ինչ որ 300,000 աշխատատեղ է խոստանում, ասում են լավ լինի, էլի։ Միանշանակ գործոնները շատ են, տասնյակ գործոններ կան, բայց ես կարծում եմ այդ գործոնն էլ կա, Հայաստանում ցավոք, սա պահերթական պարադոքսն է, սա անհասկանալի է, մինչև հիմա կան մարդիկ, որոնք մտածում են, որ եթե մենք Ռուսաստանի պոչը բռնենք, իրենց լեքսիկոնով եմ ասում, մեր վիճակը լավ է լինելու, դե բռնել ենք այդքան տարի, կամ փոսի մեջ գցեցին մեզ, այդ պոչը բռնելով, վերջում էլ մի հատ քացով խփեցին, գցեցին փոսի մեջ, թողեն գնացին։ Ես չգիտեմ, ես չեմ հասկանում այդպիսի մարդկանց մտածելակերպը, սա գործոններից մեկն է, սա միանշանակ է։ Եվ ԿՊ-ի հետ կան մարդիկ, որոնք մտածում են, որ ԿՊ-ն եւս սպասարկելու է եվրոպական օրակարգը, ու ԿՊ-ն ես կարծում եմ վերցրել է իր վրա այդ պարտավորությունը, ընդունելով այդ օրենքը, թղթերով ամեն ինչ ճիշտ է։ Եվ ես չեմ բացառում, որ իսկ քայլերով ինչքանով է ձեր կարծիքով։ Ինչ։ Քայլերը ինչքանով են համապատասխանում։ Քայլերը կան, շատ դանդաղ են։ Ես կցանկանայի, որ այդ քայլերը ավելի արագ լինեին։ Մենք ունենք լիքը խնդիրներ բանի հետ, SEPA-ի իրականացման գործընթացի հետ, իսկ սա անհրաժեշտ նախադրյալ է մեզ համար։ Մենք շատ դանդաղ ենք շարժվում այդ վիզաների ազատականացման գործընթացում եւ այնտեղ կան մի տարբեր նախապայմաններ, որոնք մենք պետք է իրականացնենք, որպեսզի համապատասխանենք այդ վիզային լիբերալիզացիան տեղի ունենա, որպեսզի կարողանանք շարժվենք առաջ։ Սա իշխանության բացերն են, որոնք նրանք շատ դանդաղ են գործում, սա ինձ համար խնդիր է օրինակ։ Ես դրա համար եմ կարևորում, որ այս կուսակցությունները 1%-անոց, որոնք եթե IRA-ին հավատանք իհարկե, որ նրանք հայտնվեն խորհրդարանում, որպես այս օրակարգը ավելի արագ Վարդան Ղուկասյանին հանենք այդ ցանկից։ Ну, ես չեմ որևէ մեկին չեմ նշում, որպեսզի չնեղացնեմ, հա, բայց հասկանալի պատճառներով, հասկանալի ով մասին է խոսքը գնում։ Եթե նրանք հայտնվեն խորհրդարանում, ես միգուցե իշխանության հետ համագործակցելով, իշխանության հետ բանավիճելով, ինչ որ արվում իշխանության ստիպելու, միգուցե գործընթացը ավելի արագ գնա, ես կարծում եմ դա կլինի տրամաբանական։ Հերթական անգամ ամեն ինչ մեր ձեռքերում է, ընտրողների ձեռքերում է։ Ես մոտավորապես ներկայացնում եմ ինչ է մեզ սպասում այս կամ այն դեպքում, ընտրողները պետք է որոշեն։ Եթե այդ 51%-ը ցանկանում է, որ մենք գնանք Եվրոպա, ուրեմն թե գնան ուժերի քաղաքական ուժերին ձայն տան։ Ինչ ասեմ։ Ինչ որ բանի խնդիր կա ձեր կարծիքով կոմունիկացիայի հասարակության հետ այս առումով, քան որ տարբեր Ոչ, կոմունիկացիոն խնդիր չկա, որովհետև հիմնականում բոլորը հեռուստացույց են նարում, բոլորը YouTube ունեն։ YouTube-ն ալիք ունեն։ Շատ կուսակցությունների առաջնորդներ գնում են մարզեր, հանդիպում են մարդկանց հետ, բացատրում են իրենց դիրքորոշումը։ Ես չեմ կարծում, որ կան մարդիկ, որոնք տեղյակ չեն, կան մարդիկ, որոնք չեն ուզում այդ ամենը լսել, դա այլ խնդիր է։ Որոնք չեն հավատում ոչ մեկին, որոնք կարծում են, որ բոլորը խաբում են, հա, շատ դեպքերում խաբում են, այս չի որ բոլորը չեն խաբում, կան կուսակցություններ, որոնք խաբում են, կան մարդիկ, որոնք սիրում են, երբ որ լսում են հայհոյանքին են ձայն տալի, այդպիսի մարդիկ էլ կան, նշենք Երևանի ավականու ընտրությունների արդյունքները ինձ համար դա շոկ էր, մարդիկ տարբեր են, հետևաբար ես չեմ կարծում, որ կա կոմունիկացիայի խնդիր, կա անկալման խնդիր։ Կան մարդիկ, որոնք չեն անցալում իրականությունը, չեն հասկանում, որ ամեն ինչ փոխվել է, որ աշխարհը փոխվել է, տարածաշրջանը փոխվել է, Հայաստանը փոխվել է, Ռուսաստանը փոխվել է, բոլորը փոխվել է, մենք էլ պետք է փոխվենք։ Միջա մենք չփոխվենք, լավ չի լինելու մեր վիճակը, մենք պետք է փոխվենք, պարտավոր ենք փոխվել։ Շնորհակալություն պարոն Ստեփանյան, հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրը հիշեցնեմ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն էր, բաժանորդագրվեք Civic-ի YouTube-յան ալիքին, մեր մյուս հարցազրույցները բաց չթողնելու համար կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։